Բարոյ սիրելի հայրենակիցներ, Գյումրիում ենք, Քարոզ արշավը շարունակվում է, մնացել է մեկ շաբաթ, մինչև գյումրեցիները կատարեն իրենց ճիշտ ընտրությունը, վիճակը բավականին հետաքրքիր է, քաղաքացիների հետ շփումը շատ դրական լավ էմոցիաներ է տալիս, բայց այսօր օրինակ ես իբրև Գյումրուն այդքան էլ լավ ճանաչող քաղաքամարդ պտտվել ենք այսօր Շիրակացի թաղամասում, Ուշ 2 թաղամասում, Արագած թաղամասում, այս պահին գտնվում ենք Շերամ թաղամասում։ Պատկերը բավականին տխուր է քաղաքային առումով, այսինքն ճանապարհները գտնվում են խայտարակ վիճակում, ենթակառուցվածքները, որ նայում են, շատ տխուր վիճակում են։ Եթե ազնիվ լինենք, ապա այս պայմաններում ապրելը բավականին բարդ բան է։ Եվ քաղաքացիական պայմանագիրը իշխում է արդեն 7 տարի, եւ ակնհայտ է, որ իրենք չեն աշխատել Շիրակում, չեն աշխատել Գյումրիում, որտեղ այս խայտարակ պայմանները ունեցող իշխանությունը չի կարող ասել, որ իրենք պետք է վերընտրվեն այստեղ։ Քաղաքացիները բավականին լիահույս են, որ պետք է լավ լինի իրենց ապագան, բայց նաեւ ստույգ ազնիվ ասում են, որ այս պահին քաղաքը խորտակված է խնդիրների մեջ։ Մենք մեր Քարոզ արշավի ընթացքում մարդկանց ասում ենք կարևոր այն մեր թեզերը, որոնք որ մեզ համար կարևոր են, առաջինը, որ մեր նվազագույն նպատակն է ազատվել քաղաքացիական պայմանագրից, այսինքն իշխանազրկել իրենց, կներեք, մի քիչ մի կողմ գնամ։ Սա մեր Քարոզ արշավի երգն է, որը բավականին լավ դրայվով երգ է։ Կարող եմ ասել, որ ակնհայտ է, որ վիճակը հետևյալն է, որ մինիմալ մեր նպատակը դա ԿՊ-ին իշխանազրկելն է, մաքսիմալը դա հասնել հաղթանակի եւ ունենալ Կարեն Սիմոնյանին իբրև քաղաքապետ։ Տեսեք, գյումրեցին այս պահին ունի մի քանի տարբերակ։ Առաջի տարբերակն է ընտրել քաղաքացիական պայմանագիր եւ շարունակել տանջվել եւ գոյատևել Գյումրի քաղաքում։ Երկրորդ տարբերակը ընտրել այն տեխնացուներին, որոնք իրենց հետ են բերելու անցյալ, եւ երրորդ տարբերակ եւ ճիշտ տարբերակը ընտրել Կարեն Սիմոնյանին, այսինքն նոր ուժ, որը որ արդեն մայրաքաղաքում ցույց է տվել, թե հավաքանին ինչպես պետք է աշխատի, որ պետք է լինի քաղաքացու կողքին 24/7-ի։ Մենք ունենք ինչպես ընթացիկ ծրագրեր, այդպես էլ ունենք երկարաժամկետ զարգացման ծրագրեր Գյումրիի համար։ Եթե ազնիվ լինենք, ապա ծրագրերը պետք է շատ լինեն, որտեվ Գյումրին այդ ծրագրերի կարիքն ունի, որտեվ քաղաքը շատ տխուր վիճակում է գտնվում։ Եթե կենտրոնից մի քիչ հեռվանում եք այս թաղամասերով, հասկանալի է դառնում, որ ոչ մի բան նորմալ չի գործում, չի կարելի նույնիսկ պնդել, որ այս քաղաքը այս պահին ղեկավարություն ունի, որովհետև ղեկավարություն, արժանապատիվ, բարեխիղճ ղեկավարություն ունեցող քաղաքը չի կարող լինել այն վիճակում, որում հիմա գտնվում է այս թաղամասը, օրինակ։ Հիմա պատկերացրեք, խնդրեմ, տեսեք։ Մարդիկ այստեղ ապրում են եւ չգիտեմ, ինչ է կարելի ասել այստեղի մասին։ Վիճակը շատ տխուր է, ճանապարհներ չկան, շենքերի վիճակները շատ վատ է ու ակնհայտ է մեկ բան, որ որպեսզի սա չշարունակվի, որպեսզի չլինի այն ինչը տեղի է ունենում այսօր Երևանում, այսինքն գների բարձրացում, խայտառակ կառավարում, ապա պետք է մարդիկ հրաժարվեն ԿՊ-ից եւ չնայեն անցյալ, այն նայեն առաջ, այսինքն գնան դեպի նոր ուժ, գնան ընտրեն այն թիմը, որը ունի քաղաքական մտածողություն, այսինքն ուղղակի ինչ որ պոպուլիստական թեզեր չեն, ռեալ աշխատանքային ծրագրեր, որոնց իմպլեմենտացման արդյունքում քաղաքը զարգանալու է։ Ակնհայտ է, որ այս պահին դա չկա, ակնհայտ է, որ Գյումրին հենց հիմա գտնվում է սխալ ձեռքերում, ժողովուրդ ջան։ Եվ մի կարևոր բան կուզեմ ընդգծել, որ որովե դեպքում գյումրեցիներ ջան, մի ենթարկվեք այն մանիպուլյացիաներին, որ Սարիկ Մինասյանը դա անհատ է, գյումրեցի է, ոչ, ընտրում եք Սարիկ Մինասյանին, նշանակում է ընտրում եք Նիկոլ Փաշինյանին։ Ընտրում եք Սարիկ Մինասյանին, նշանակում է ընտրում եք Ալեն Սիմոնյանին։ Ընտրում եք Սարիկ Մինասյանին, նշանակում է ընտրում եք Անդրանիկ Քոչարյանին։ Ուզում եք, որ մեր երկրում շարունակվի լինել այնպիսի վիճակ, որ արցախցիներին կարող են ոստիկանները ծեծել։
ընտրում եք մի վիճակ, որում որ ազգային ժողովի նախագահան կարող է թքել իր քաղաքացիների վրա։ Սարիկ Մինասյանը, դա Նիկոլ Փաշինյանն է, դա Տիգրան Ավինյանն է։ Այս մարդիկ բոլորը մեկ թիմ են։ Եթե դուք ընտրում եք մի մարդու, ով ոտքի է կանգնում եւ պարոն վարչապետով է դիմում իր ղեկավարին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Սարիկ Մինասյանի ղեկավարն է, ապա պարզ հետևություն ընտրելով Սարիկ Մինասյանին դուք ընտրում եք թրքացումը, դուք ընտրում եք վատ ապագա ձեր պետության համար։ Դուք ընտրում եք 300,000 ադրբեջանցի մտնել Հայաստան, դուք ընտրում եք մեր գաղափարների, մեր ընտանիքի ինստիտուտի, մեր արժե համակարգի ձախողում։ Այսինքն սա ուղղակի քաղաքապետի ընտրություններ չէ, սա արժե համակարգների պայքար է եւ ընտրելով Սարիկ Մինասյանին դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանի արժե համակարգը։ Այսինքն հայկական ընտանիքի ինստիտուտը կործանվելու է, մեր արժեքները, մեր ավանդույթները կործանվելու են, թրքացումը բարգավաճելու է։ Մի հատ նայեք Նիկոլ Փաշինյանի թեզերը ու իմացեք, որ եթե դուք ընտրում եք ՔՊ, ընտրում եք Սարիկ Մինասյանին, ապա դուք կողմ եք Նիկոլ Փաշինյանի թեզերին։ Ճիշտ ընտրությունը հեսա, սենց նայեք, այս սենց անեմ, համար 4, Մայր Հայաստան, ժողովուրդ ջան։ Ձեզ պետք է քաղաքական թիմ, ձեզ պետք են երիտասարդներ, որոնք որ ճիշտ առողջ միքսով աշխատում են փորձառու մարդկանց հետ, եւ ձեզ պետք չէ ինչ-որ էմոցիա, սիմպաթիա, այդ ամեն ինչը սուտ խոսքեր են։ Ձեզ պետք է քաղաքական պրոֆեսիոնալների թիմ, ով որ ռեալ ծրագրերով Գյումրին կհանի այս առավիրքից։ Գյումրիից պետք է սկսել ՔՊ-ի իշխանազրկումը։ Ստեղից կսկսենք, մինչև Երևան կտանենք, ժողովուրդ ջան, կազատվենք սրանցից։ Կրկին եմ ասում, մի ընտրեք քաղաքացիական պայմանագիր, ընտրեք 4 համարը, Մայր Հայաստան, ընտրեք առողջ, պրոֆեսիոնալ, անկախ քաղաքական միավոր։ Ներկան քաղաքական այսօրվա ձեր կործանիչ է։ Անցյալը անցանկալի է, պետք չէ գնալ անցյալ, պետք է գնալ առաջ, հետև պետք չի նայել։ Պետք է ընտրել երիտասարդ, ուժեղ, լավ քաղաքական թիմ, որը ունի ծրագրեր, նպատակներ եւ անկախ է։ Ոչ ոքի կառավարման տակ չէ։ Ստույգ կարող եմ ասել, որ Մայր Հայաստան այն բացառիկ թիմն է այս 9 տեխնացուների մեջ, որը որևէ մեկի քաղաքական մարիոնետը չի հանդիսանում։ Մենք անկախ ենք, մենք ինքներս մեր փորձով, մեր մտածելակերպով, մեր սեփական ծրագրերով եւ ռազմավարությամբ ազնվորեն ուզում ենք զարգացնել պետությունը։ Իսկ պետության զարգացման համար շատ կարևոր է Գյումրի քաղաքը, երկրորդ քաղաքն է մեր հանրապետության եւ ռեալ քաղաքական գնահատական տալու միակ միջոցը Նիկոլ Փաշինյանին։ Դա Նիկոլ Փաշինյանի տեխնացուին քաղաքից ազատելն է։ Եթե դուք ընտրեք Սարիկ Մինասյանին, կրկին եմ ասում, դուք ընտրում եք թրքացումը, որովհետև դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին։ Սարիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի ենթական է։ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի ենթական է։ Այս հենց կապեք։ Սա ուղղակի մեկ քաղաքի ընտրություն չէ։ Երբ ձեզ ուզում են խաբում են, ասում են սա քաղաքի մենեջերի հարց է, ոչ։ Սա մեծ քաղաքական ազգային հարց է։ Մենք այստեղից պետք է ցույց տանք ՔՊ-ին, որ իրենք այլևս որևէ ընտրություն չեն կարողանալու կրեն։ Եթե այստեղ կրեն, ուրեմն մեր ազգը քնած է, ուրեմն մենք գնում ենք դեպի կործանում, բայց ես վստահ եմ, որ դա հնարավոր չէ։ Ես վստահ եմ, որ դուք չեք ուզում ձեր քաղաքի տրանսպորտի գները բարձրանա, ձեր քաղաքում պարկովկան ծառայքնեն վճարովի, ձեր գույքարկները բարձրացնեն, աղբանությունը բարձրացնեն, այսինքն որ կողմից ուզում եք նայեք քաղաքային հարցերի տեսանկյունից, ուզում եք նայեք քաղաքական համապետական մակարդակով։ ՔՊ-ն մեր ազգի, մեր քաղաքների կործանումն է։ Միակ ճիշտ տարբերակը այս մարկանցից ազատվելն է եւ իրենց չընտրելն է։ Ընտրեք ճիշտ քաղաքական միավոր, որը արդեն իսկ մայրաքաղաքում ընդդիմություն լինելով, նշում եմ, կարևոր է սա, ընդդիմություն լինելով արդեն իսկ ցույց է տվել, ինչպես է պետք լինել ժողովրդի կողքին։ Բալը պատկերացեք, որ իշխանություն լինենք, ինչ լավ կլինի։ Լավ որ ձեր ժողովուրդ ջան, կհանդիպենք Երևանի փողոցներում, այսօր Կիրակից անցկացրեցի Գյումրիում, շատ արդյունավետ, լավ օրեր, պտտվեցինք այս թաղամասներով, ասում եմ, գյումրեցիների հետ շփումը շատ հաճելի էր, թաղամասների վիճակը շատ տհաճ էր։ Լավ օր ձեզ։